Ես որքան որ տեղյակ եմ ընդհանուր առմամբ հարցերը, որոնք որ բարձրաձայնվում են, հա, եկեք հերթով անցնենք, դիտարկենք, քննարկենք, որտեղ որ կտեսնենք, որ բաց կա, որ միասին աշխատելու անհրաժեշտություն կա, ձեր առաջարկներով հանդերձ, այդ ուղղությամբ աշխատենք։ Նմանատիպ հանդիպումները մեզ համար շատ հաճախակի բնույթ են կրում, այն առումով, որ եթե ստեղծվում է ինչ-որ մի հարց, որը որ բարձրաձայնման ենթակա է, ապա էկոնոմիկայի նախարարությունը միշտ պատրաստ է այդ բոլոր հարցերը լսի, քննարկի եւ կառուցողական ճանապարհով փորձենք լուծումները գտնել։ Այո, լինում են իրավիճակներ, որոնք որ ըստ պլանավորած տրամաբանությունից որոշակի շեղվում են եւ այդտեղ ավելի ինտենսիվ աշխատանքի անհրաժեշտություն է առաջանում։ Հիմա եկեք սկսենք ամենաառաջնայինից, հա, որովհետեւ շատ դեպքերում արձածվում է այն հարցը, որ Իրանից ներմուծվող լոլիկի, վարունգի, պղպեղի համար արտոնյալ պայմաններ են սահմանվել։ Ես կարող եմ ենթադրել, որ այդ տեղեկատվությունը ինչի համար է ֆերմերային տնտեսությունների շրջանակում շրջանառվում, բայց եկեք իմ ենթադրությունները թողենք մի կողմ։ Եկեք խոսենք իրականությունից։ Ինչ է իրականության մեջ։ Եվրասիական տնտեսական միությունում, երբ որոշումներ են կայացվում, ըստ ինչ-որ տնտեսության անդամ երկրների ներքին պահանջարկից եւ անհրաժեշտությունից, անհրաժեշտություն է առաջանում այլ երկրներից որոշակի ներմուծումներ իրականացնել։ Եվ անդամ երկրները պետք է ստիպված են լինում որոշակի խմբաքանակներ, դա բանակցության հիմքում է դրվում, քանակներ, տոնաժներ, որպեսզի կարողանան ամեն մեկը պետք է ինչ-որ մի բան իր վրա ստանձնի։ Ես պաշտոնապես ձեզ բոլորին հայտարարում եմ եւ ուզում եմ, որ դուք բոլորը տեղյակ լինեք, որ 2026 թվականին ոչ մի արտոնյալ պայմանով առանց մաքսատուրքի Հայաստանի Հանրապետություն ոչ մի լոլիկ, կիլոգրամ լոլիկ չի մուտք գործել։ Հետևաբար այն արտահայտությունը, որ շրջանառվում է, որ իհարկե համոզված եմ ինչի համար է շրջանառվում, բայց այն արտահայտությունը, որ շրջանառվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ունեցել է քանակական քվոտա եւ դրա համար հիմա իրանական լոլիկ է օրինակ մտնում Հայաստան եւ պետքա դա փակել, ձեզ ասեմ, որ էկոնոմիկայի նախարարությունն է այդ քվոտան բաշխում եւ էկոնոմիկայի նախարարությունն է տեղյակ արդյոք մի կիլոգրամ քվոտա բաշխվել է թե ոչ։ Լոլիկի համար ոչ մի կիլոգրամ քվոտա չի բաշխվել։ Ինչ օրս։ Հաջորդ հարցը։ Բոլորը դրսում մինչև մեր այսօր հանդիպելը այստեղ նստած քննարկելը դրսում տարբեր ֆերմերների հետ փոքր խոսակցություն ունեցանք, հետաքրքրվում էին հասկանալու համար, թե օրինակ նախորդ տարի իսկ բերքը լավ էր, վաճառքի գինը լավ էր, թե ինչ, պատասխանը այո։ Նախորդ տարի լավ էր, լոլիկը վաճառվում էր այս սեզոնին 600 դրամով, իմ այն հարցին, թե արդյոք 600 դրամը դա լավ գին է, իհարկե ֆերմերի տեսանկյունից դա հիանալի գին է, եւ մենք շատ ուրախ ենք, եւ մեր նպատակն է, որ ֆերմերային տնտեսությունները իրենք ավելի շատ եկամուտ ունենան, որովհետեւ այն աշխատանքը, որ իրենք կատարում են, անգնահատելի է։ Բայց միևնույն ժամանակ, երբ որ ընդհանուր տնտեսության տրամաբանության մեջ ենք այս հարցը դիտարկում նայում, բոլորս եկեք անկեղծ լինենք եւ եթե ընդհանուր հասարակությանը հարցնենք, թե արդյոք լոլիկը նախորդ տարի թանկ էր, թե չէ, բոլորը կասեն թանկ էր, հա։ Հիմա ինչի համար եմ սա ասում, որովհետեւ նախորդ տարի ինչքան որ լոլիկ ներմուծվել է Հայաստան, այս տարի ներմուծվել է 1000 տոննա ներողություն, 1700 տոննա պակաս լոլիկ։ Նախորդ տարվա համեմատ եմ ասում, 1700 տոննա պակաս լոլիկա ներմուծվել։ Սա այն ինչը որ ես ասում եմ, դրանք պաշտոնական վիճակագրություն են եւ թվեր են։ Հիմա եկեք հերթով գնանք, բայց
դուք ասում եք, հա, այդ ամեն ինչը կարող եք արդարացիորեն ասել, որ այո, պարոն Խոջան, այս ամեն ինչը դուք ասեցիք, ինչը որ դուք ասում եք, մենք կասկածի տակ չենք առնում, բայց այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ խնդիր ունենք։ Մենք էլ ենք դրա համար եկել այստեղ եւ ուզում ենք ձեզ հետ միասին գտնել այդ խնդրի լուծումները։ Խնդիրը Իրանով սեզոնային ինչով է առաջացել։ Առաջացել է օրինակ, որ հայտարարվեց, որ 2026 թվականի մայիսի 30-ից սկսած մի քանի տեսակի բանջարեղենի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն ժամանակավորապես սահմանափակվում է։ Լավ, Հայաստանի Հանրապետությունից արտահանում իրականացնում են հիմնականում խոշոր ջերմոցային տնտեսությունները։ Փոքր ջերմոցային տնտեսությունների արտադրանքը սպառվում է Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա Արշալույս գյուղում, որքանով որ ես տեղյակ եմ, 40 հեկտար ջերմատնային տնտեսություն կա, գուցե թիվը մի քիչ թույլ շեղվի, բայց որից մի 30 հեկտարը տարբեր հագեցվածության լոլիկ կա։ Երբ որ մենք խոսում ենք ընդհանուր բերքատվության մասին, թե ինչքան բերք ենք ստանում, ես ուղղակի հիացած էի դրսում մեր քննարկումների ժամանակ լսելով այն ծավալը, որը որ 1 հեկտար Արշալույս գյուղում 1 հեկտար մշակությունից մարդիկ ստանում են։ Դա բավականին բարձր ցուցանիշ է։ 1 հեկտար մշակությունից ստանալ այդքան բարձր բերքատվության բերք բավականին լավ ցուցանիշ է։ Մենք ընդհանուր առմամբ երբ այս իրավիճակը առաջացել է, մենք ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում նաև հայկական շուկաներում։ Երևանի շուկայում սկսած մրգի վաճառակետերից վերջացած սուպերմարկետներից։ Այսօր օրինակ լոլիկը սուպերմարկետում վաճառվում է 689 կամ 98 դրամից 700 դրամից վաճառվում է մինչև 1800 դրամ, հա, տարբեր տեսակ։ Հիմա գալիս եմ դրան։ Վաճառքի գինը, հա, եւ մրգի վաճառակետերում լոլիկը վաճառվում է հիմնականում այսօր Երևանի տարբեր երեկվա գներն եմ ասում, այսօրվա տվյալները դեռ իմ գործընկերները կուսումնասիրեն, կտրամադրեն։ Երեկվա տվյալներով ամենաէժան գինը Երևանի բոլոր կետերում վաճառքի եղել է 500 դրամը։ Ձեզ ասեմ, որ էկոնոմիկայի նախարարությունը յուրաքանչյուր տարի եւ այս տարի նույնպես օժանդակել է ֆերմերային շուկայի գործարկմանը եւ աշխատանքին։ Ֆերմերային շուկան արդեն մի քանի տարի գործում է եւ այսօր կարող եմ ասել, որ կայացել է։ Իրենք հագեցած են եւ կշերտներով, տաղավարներով, հատուկ վրաններով, որ արևը, անձրևը չխանգարի եւ հատուկ քաղաքապետարանը տարածք է հատկացրել, որպեսզի ֆերմերային տնտեսությունները եւ միայն Հայաստանի եւ Հայաստանում արտադրված ապրանքը վաճառվի այդտեղ։ Այսօր առավոտյան այդտեղ վաճառքի գինը, ես խոսել եմ, այսօր արդեն մեկնարկել է, իհարկե պաշտոնական բացումը երևի կլինի սեզոնի մեկնարկը կտրվի պաշտոնական հունիսի 5-ին, բայց այսօր արդեն խոսել եմ կազմակերպիչ ֆերմերի հետ, որի անունը Հայկ է, եւ նա ինձ տեղեկացրեց, որ արդեն բոլորը եկել են, ճիշտ է, ամբողջ տաղավարները դեռ լցված չեն, սակայն տեղ ունենք եւ կարող ենք նաեւ այդ տեղերը տրամադրել այլ ֆերմերների, ովքեր կցանկանան, որովհետեւ շատ հաճախ ֆերմերները ինչից են բողոքում, ասում են, որ միջնորդները, վաճառքի կետերը, իրենք ավելի շատ եկամուտ են աշխատում, քան օրինակ մենք, որը որ վաճառում են։ Հիմա Երևանում Հրազդան մարզադաշտի հարևանության գտնվող տարածքում, առանձնացված տարածքում, որտեղ ոստիկանությունը հսկողություն է իրականացնում, որտեղ կա տարածք, որտեղ կան հարմարություններ, հենց այսօրվանից արդեն մեկնարկել է ֆերմերային շուկան։ Եվ երբ խոսում եմ ես կազմակերպչի հետ, ասում եմ, եթե կլինեն ցանկացողներ, խնդրեմ, կարող են իրենց արտադրանքը
իրացնել օգտագործելով այս հարթակը։ Բացի դրանից, գուցե շատերը ասեք, դե դա մի կետ է, Երևանում միայն մի վաճառակետ է եւ բոլորս չեն կարող այդ վաճառակետում իրացնել։ Ես նաեւ այսօր առավոտյան եւ երեկվանից անկախ իրականում անկախ ես տեղեկացված չեմ եղել, որ վաճառքի հետ կապված խնդիր կա, բայց նաեւ փոխքաղաքապետ Կամո Արեյանի հետ առանձնացվել են տարածքներ Երևանի տարբեր վարչական շրջաններում, որտեղ որ հնարավորություն է տրվում ոչ միայն տաղավարների միջոցով, տարբեր վարչական շրջաններում տարբեր հարմարություններից ելնելով, որտեղ հնարավորություն է տրվում ոչ միայն տաղավարների միջոցով, այլ նաև փոքր բեռնատարների եւ ավտոների կայանման միջոցով իրականացնել վաճառք։ Դա այն մեխանիզմը կարող է լինել, ես արդեն ցուցակագրված են այդ տարածքները, անվանական իմ ձեռքի տակ են, պատասխանատուները սահմանված են յուրաքանչյուր վարչական շրջանի, ինչպես նաև բացի պատասխանատուներից, նաև վարչական շրջանի ղեկավարները տեղեկացված են ամեն հարցով օժանդակելով։ Հիմա եթե մենք խոսում ենք վաճառքի խնդրի մասին, ապա առաջարկում եմ բոլորիդ, եկեք անունները կգրենք, կոնտակտները կգրենք, այսօրվանից սկսենք այդ ուղղությամբ աշխատել, որ եւ բնակչությունը այն ընդունելի կամ մաչելի գնով, որը այսօր գուցե շուկայում չի կարողանում գտնել, որովհետեւ դուք նշում եք սուպերմարկետների ցանցում 700-ից պակաս գին չկա, ես էլ գիտեմ, որ դա ամենանվազագույն գինն է, եւ բնակչությունը կարող է ավելի բարձր գնով ձեռք բերել, եւ ֆերմերները այսօր ինչը որ վաճառում են, կարող են ավելի բարձր գնով վաճառել։ Հիմա ինչ ուզում եմ ձեր կարծիքը լսել, այս առաջարկը, այս մեխանիզմը, եթե մենք հրատապ կերպով գործարկենք, ինչ եք կարծում, ոնց կարող է լինել սրա աշխատանքը։ Չի գործի։ Վերթով, մի հատ Եկեք մի բան պայմանավորենք։ Ես ձեզ հետ բոլորի հետ շատ հանգիստ եմ խոսում եւ մենք կառուցողական ենք խոսում եւ ուզում եմ որ մեր աշխատանքը մենք այսօր կառուցենք այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուրս խոսք խնդրենք, այդ թվում նաեւ ես խոսք խնդրեմ եւ մեր կարծիքը արտահայտենք։ Դուք ուշադիր չեղաք, որ ես ասացի, որ խոսքը մեկ վաճառակետի մասին չէ, ես կարող եմ ձեզ հիմա թվարկել, թե որ վաճառակետերում է կներեք, էլի հասկանալի է ձեր ասածը, կարելի է պատասխանել։ Ահա, եկե։ Ես ուղղակի արձագանքի, որ խոսքը չի գնում մեկ վաճառակետի մասին։ Ձեր ասածին դեմ չենք, եւ Արաբկիրի, բայց դե ինչքան ժողովրդի, եւ Աջափյանի, եւ Շենգավիթի, եւ Վալացա Սեբաստիայի, եւ Երևանի, եւ Դավթաշենի, եւ Լուբարաշենի, եւ Աբանի, եւ Քանակյա Զեյթունի, Նոր Նորքի, Նոր Մարաշի։ Գրեթե բոլոր վարչական շրջանները թվեցի, եւ կան վարչական շրջաններ, որոնք որ ոչ միայն մեկ հասցեով են իրականացվելու կամ պատրաստ կազմակերպել վաճառքը, այլ նույն վարչական շրջանում մի քանի հասցեով։ կարելի է պատասխանել։ Բայց մենք կարծում ծանոթ ենք, ձեր դեմքը շատ ծանոթ է։ Կարող է շփվենք, ձեր ասածների մեջ վատ բան չեմ տենում ես, բայց չաշխատող տարբերակ է։ Ստե ինչքան ժողովուրդ տենում եք, շատ կգային մարդիկ իրանց գործերով են։ Ոչ մի սովորական գյուղացու հաստատ հարմար չի լինելու ստե ուզեթա պրոբկեքի մեջով քաղաք առևտուրանի իր գործերը մնալու է։ Ձեր ասածը անելու է մենակ առևտրականը, որ վերավաճառելու է, նորից գները բարձր առնելու։ Էդի որպես գյուղի տղա, գյուղում մեծացած, շուկաներ գնացած, մեզի հարմար է եթանք Մեյմանդար, Մուղանի շուկա, Բիրիկ շուկա։ Տանք գանք, դաժե շատերս վաճառողներ ունեն, գալիս են մեր ապրանքները, տանում են, ծախում են։ Դաժե հարմար չի եթանք Մեյմանդարի շուկա։ Կոնկրետ ես չեմ կարող եթան Մեյմանդարի շուկա, մի հեկտար տնտեսություն ունեմ ջերմոցային, հազիվ հասցնում եմ դրա մշակությունը, իմ ընկերն է տանում, ծախում իմ ապրանքը։ Այդ ձեր ասածը 99% չի աշխատելու գյուղի ժողովրդի համար։ Իսկ լոլիկի վերաբերյալ, կոնկրետ լոլիկի վերաբերյալ եմ ուզում ասեմ,
Դե գիտենք, ասենք Ռուսաստանը փակել է, սա երկիրը գիտի, դրա վրով չխոսանք, չքաղաքականացնենք։ Կոնկրետ լոլիկը 1000 դրամի վախտը, որ պարսկականը գալիս է, ասենք նորմալ է, գյուղացին էլ անդրնումով մոտիկանը, մակուզի 2000 ծախի, բայց հասկանում է, 700-ի վախտն էլ է հասկանա, մի լոլիկ էլ է 350 դրամ, 400 դրամ, պարսկական ֆուրերը անդադար նորից բերում են, հերեկվա տվյալներով 270-280, այդ գինն են դրել, գյուղի տեղական լոլիկը չի վաճառում 350-400-ով, բոլոր խանութները մեծամասամբ, այդ մեն ֆուրերից անդադար 270-80 են առնում, գալում են մարդկանց էլ ասում են այդ գնով չտվիր գնացին ֆուրից առամ, կարելի ասել դարելա դաշտի պամիդորի գին, եկել է համար, ինչի հիմար է ներմուծվում, որովհետև կոնկրետ Արշալույս գյուղում այնքան պամիդոր կա մի, որ լճացման սեզոնն է, որ կարելի ասել մի քանի մարզիկ է հերիքի մենակ Արշալույս գյուղի պամիդորը։ Մեր պահանջը այն է, որ դուք որպես փոխնախարար հետևողական լինեք, որ գների իշ նման 400-500 ու միաժամանակ պետք է լճացում տա տեղական պամիդորը, այդ ժամանակ արգելք գնեք, որ մարդիկ չբերեն։ Թե չէ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, սաղել է ձեր մտածումը, որ մի քանի հոգի, մի քանի 100 միլիոն դրամներ աշխատում են, ու այդ տպավորությունը խորանում է մինչև նախարարներ, մինչև չգիտեմ մարզպետներ, որ թողում են իրանք են բերեն, մի խոսքով հասկանալի է։ Գինը, որ իշտմա 4-500-ի կարգի, որ պետք է լճացում տա, նախարարությունը ուշադիր ու վերահսկի։ Այդ ընթացքը թույլ չտան բերեն, այդ ժամանակ չի կարա գինը բարձրանա, որովհետև տեղականը լճանում է, ու ամեն տարի սնկի պես ջերմոցները ավելանում են ու շատանում է անընդհատ, ամեն ինչը։ Մեկ էլ կաղամբի վրով ես մի հարցնել ասեմ, էլ ես չեմ էլ խոսամ։ Երեքշեմ իսօրը գնացել եմ Մերմանդար, տեղական կաղամբը 100-ից 120 դրամ է։ Պարսկական ֆուրա եկե, կաղամբով դատարկ է։ Ասենք 100 դրամով մարդիկ այսօր ապրանք են ծախում, 100 դրամով ինչ ծախես, որ կարողանաս տունդ պահես, ինչ են տալի այսօր խանութում 100 դրամի։ Խիա 100 դրամով կաղամբ գալի, 500-ի վախտը թողա կհասկանան, որ քաղաքացիները կարողանա ուտի։ Եթե մի բանի գինը 100 դրամ է, կոպիտ ասած ղռելից քար պետք է հավաքես, տանես կշերքին դնես կշռես, որ քեզի հետաքրքիր լինի էդի։ 6 ամիս աշխատես ու դու 100 դրամ ծախես կաղամբը, որի վրա 6 ամիս գյուղացին տանջվում է։ Ու դրա հետ մեկտեղ որ տենում ես Պարսկաստանից կաղամբան ներմուծվում, արդեն անկախ քեզնից ամեն ինչ աշխիցը կընկնում է։ Նախարարություններ, պետություններ, ասենք ով ուզում է ալի այդ վերաբերմունք ցույց կտա, էլի։ Հենց չի մեկի դեմը բանում են քաղաքականացնում են։ Հիասթափվում ես անկախ քեզ։